Թեման է մեր բազմանկյուններ։ Բազմանկյունների հիմնական երեխաներ, տարրերը եւ պատկերները դրանք քառակուսի, ուղղանկյուն, շեղանկյուն, սեղան, այդ պատկերներն են։ Մեր դասի հիմնական նպատակն է անպայման իմանալ, տիրապետել այդ պատկերներին եւ նրանց հատկություններին եւ կարողանալ դրանք կիրառել խնդիրները լուծելիս։ Բաժանվել ենք 4 խմբերի, խմբի անդամները, ավագները նախորոք ստացել են իրենց առաջադրանքները եւ պետք է այժմ ներկայացնենք։ Խնդրում եմ ներկայացնելը լինի շատ հակիրճ, շատ տեղին, նպատակային եւ ամենակարևոր այն դրույթները, որոնք որ պետք է ասվեն, այստեղ բարձրաձայն բացահայտում ենք։ Մենք ունենք այստեղ որպես խորհրդանիշ ծառ։ Այս ծառը ինչի խորհրդանիշն է, ով կարող է մի փոքրիկ սրա մասին ասել, ինչ պատկերացում եք դուք կազմում այս ծառը տեսնելով։ Այո, պատկերներ, այնտեղ ցույց տուր։ Ահա, հետաքրքիր բան էր, քառանկյունների տոհմը, այսինքն որպես տոհմածառ, հա, այդպես հասկանանք, որպես տոհմածառ եք այն ներկայացնում, հիմքը սկսվել է զուգահեռագծից եւ նրանից ծնված հետագա ուրեմն պատկերները, դրանք էին ուղղանկյունը, շեղանկյունը եւ քառակուսին։ Դե լսում ենք ձեզ, առաջի խմբի անդամները թող ներկայացնեն իրենց կատարած աշխատանքը։ Թեման է զուգահեռագիծը եւ բազմանկյունը։ Քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զուգահեռ են, կոչվում է զուգահեռագիծ։ Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը եւ հանդիպակաց անկյունները հավասար են։ Մի հատ ցույց տուր նաեւ, հա, Ալեքսյան։ Ինչ ասեցի, ցույց տուր։ Այս կողմերը հավասար են, մեկ էս անկյունները հավասար են։ Որոնք են հանդիպակաց անկյունները։ Այո։ Եթե կարելի է մի փոքրիկ ուղղորդեմ ձեզ, հա, ցույց տվեք ինչ պատկերի մասին խոսում եք, ցույց տվեք ձեր կատարած աշխատանքի վրա, մի փոքր էս կողմ կանգնեք, որպեսզի բարձ երևա, հա, ձեր կատարած աշխատանքը։ Եթե քառանկյան երկու կողմերը զուգահեռ են եւ հավասար, ապա այդ քառանկյունը զուգահեռագիծ է։ Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ իրար հավասար են, ապա այդ քառանկյունը զուգահեռագիծ է։ Որոնք են զույգ առ զույգ հավասար կողմերը։ Եթե քառանկյան անկյունագծերը հատվում են եւ հատման կետով կիսվում, ապա այդ քառանկյունը զուգահեռագիծ է։ Այսպիսով ուռուցիկ n-անկյան անկյունների գումարի բանաձևը n հանած 2 անգամ 80 աստիճան է։ Բեկյալի գագաթները կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ բեկյալի օղակները կոչվում են բազմանկյան կողմեր։ Ամենափոքր, ամենակիչ ունեցող կողմերով բազմանկյունը դա եռանկյունն է, դրանից հետո 4 կողմ ունեցող քառակուսին, զուգահեռագիծը եւ շեղանկյունը, իսկ հետո գալիս է 5անկյուն, 6անկյուն եւ այլն։ Այժմ կներկայանա երկրորդ խումբը։ Մեր խմբի թեման է եռանկյան միջին գիծը եւ ուղղանկյունը։ Մեր խմբի անդամներն են Միլենան, Մարիան, Նարեն, Անգելինան, Հովիկը եւ ես։ Այժմ եռանկյուն պատկերը կներկայացնի Նարեն։ Եռանկյունը այն պատկերն է մեկ գծի վրա 3 կետերը հաջորդաբար հատվածներով միացնելիս կանվանենք եռանկյուն։ Մի րոպե, նորից սեղմանիր։ Հա, մեկ գծի վրա 3 կետերը չգտնվող 3 կետերը հաջորդաբար հատվածներով միացնելիս կանվանենք եռանկյուն։ Մի րոպե, կներեք, թույլ տվեք, եթե մի ուղի վրա լինեին կետերը, ապա այդ պատկերը ինչպիսի պատկեր կստացվեր։ Ապրես։ Ուրեմն եռանկյունը սահմանելու համար պարտադիր պետք է նշել մեկ ուղի վրա չգտնվող 3 կետերը։ Եռանկյունը ունի 3 տարրեր։ Առաջին տարրն է կողմերը, գագաթները եւ անկյունները, որն է կոչվում պարագիծ։ Եռանկյան կողմերի երկարությունների գումարը կանվանենք պարագիծ։ Եռանկյուն եռակողմ բազմություն այլ կերպ այն կարող ենք սահմանել մի ուղի վրա չգտնվող 3 կետերը եւ այդ կետերը զույգ առ զույգ միացնող 3 հատվածները, կետերը մենք անվանում ենք գագաթներ, իսկ հատվածները կողմերը։ Եռանկյան երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածը կոչվում է միջին գիծ։
երանգյան միջին գիծը զուգահեռ է նրա որևէ անկյանը և հավասար է նրա կեսին։ Մեր տրված օրինակում m-ն միջին գիծը զուգահեռ է AC-ին և հավասար է AC-ի կեսին։ Եռանկյան միջին գծի առաջին ուսումնասիրությունները սկսվել են դեռ հին հունական մաթեմատիկոսների շրջանում, մանավանդ Էվկլիդեսի գեոմետրիայի մեջ։ Էվկլիդեսը նկարագրել է այդ հատկությունը միջերկրածնային գծերի միջոցով եռանկյան և պարագծերի հետ կապված հավասարություններ ուսումնասիրելիս։ Հետևաբար, եռանկյան միջին գիծը դարձել է մասնագիտական և կրթական գեոմետրիայի դասագրքերի հիմնական Զուգահեռագիծը, որի բոլոր անկյունները ուղիղ են, կանվանենք ուղղանկյուն։ Ուղղանկյան բոլոր անկյունագծերը հավասար են։ Եթե զուգահեռագծի անկյունները հավասար են, ապա այդ զուգահեռագիծը ուղղանկյուն է։ Դեռևս հին ժամանակներում եգիպտական բուրգեր պատրաստելուց մարդիկ հայտնաբերել են ուղղանկյունը։ Նրա մասին գրավոր տեղեկություններ ստացել են Եգիպտոսում առաջինը, երբ փորձում էին պարանի միջոցով ստանալ հավասար անկյուններ, ուղղանկյան անկյունները 90 աստիճան են, սակայն դրա մասին գրավոր տեղեկություններ ստացել ենք հին Բաբելոնում Նեղոս գետի ափին մեր թվարկությունից առաջ 3000 թվականին։ Նայենք, առաջի պատկերը մեզ մոտ զուգահեռագիծն է։ Ինչ իմացանք զուգահեռագծի մասին, արագ, մյուս խմբի անդամները, որոնք չէին մասնակցել ընդհանրիկ այդ աշխատանքների մեջ։ Զուգահեռագիծ որն անվանեցինք։ Զույգ առ զույգ։ Էլ ինչ իմացանք զուգահեռագծի մասին, Աննա։ Դու հարցրու։ Ինչ է կոչվում հակադիր կողմեր։ Հանդիպակաց։ Իրար։ Հանդիպակաց անկյունները հավասար են։ Էլ ինչ գիտենք։ Ապրեք։ Հատկությունների մասին է, էլ ինչ գիտենք հատկությունների մասին, շատ արագ ենք անում ամեն ինչ։ Անկյունագծերը հատվեցին, հատման կետում կիսվեցին։ Հանդիպակաց կողմերը և այո։ Էլ ինչ գիտենք զուգահեռագծի մասին։ Զուգահեռագծի անկյունագծերը։ Լավ։ Մի հատ ուշադիր նայեցիր, չէ՞, դու պատկերներին, որտեղ զուգահեռագծի անկյունագծերը հավասար լինել չէին կարող միանշանակ, ճիշտ է։ Լավ, այո։ Ուրեմն նրանք իրար հավասար չեն։ Հիմա իր հատկությունները նշեք։ Բացատրելով, ասա, ինչ հատկություն ես դու դնում։ Ահա, դնում ենք։ Հաջորդը ինչ եք գրել։ Եթե քառանկյան անկյունագծերը հատվում են և հատման կետով կիսվող, ապա այդ քառանկյունը Դուք հայտանիշները ձևակերպեցիք, նաև հատկությունները, չէ՞, կարելի էր ձևակերպել, որոնք էին մեկ անգամ եւս մի հատ ընդհանրացնենք եւ կարող եք նստել։ Ուրեմն զուգահեռագծի բարձրաձայնենք։ Զուգահեռագծի, գիտենք զուգահեռագծի մասին։ Հատվում են, հատման կետում կիսվում են եւ ահա, լավ։ Գնացինք երկրորդ խմբի անդամները իրենց պատկերը որն է։ Դե բերեք ուղղանկյունը կպցնենք այնտեղ։ Դուք արել եք դա արդեն, խոսել եք։ Միայն պատկերը, գունավորը։ Երրորդ խումբը թող բերի իր, այո, պաստառը ամրացնի եւ հատկություններն է կպցնում։ Չէ, դրանք իրար կողք են լինելու։ Մագնիսներով։ Մենք այսօր ներկայացնում ենք շեղանկյունը և սեղանը։ Մեր խմբի անդամներն են Մաքսը, Վիկտորիան, Ալենը, Նանեն, Մանեն և ես։
Այժմ կներկայացնեմ շեղանկյան սահմանումը։ Զուգահեռագիծը, որի բոլոր կողմերն իրար հավասար են, կանվանենք շեղանկյուն։ Շեղանկյան կողմերը հավասար են, անկյուն անհավասար անկյուն Արի ցույց տուր, հա, Մաքս ջան։ Անկյուն անհավասար անկյուն C-ին, անկյուն B-ն հավասար է անկյուն D-ին, B-դին, որոնք հատվում են O կետում, Լավ, եւ նրանք հատելիս անկյունագծերը կիսում են անկյունները։ Ճիշտ է, անկյունագծերը կիսում են անկյունները, լսում եք, չէ, երեխաներ։ Բոլորս պետք է իմանանք, ինչ անենք։ Ոչինչ, կարևորը որ դու արդեն պատկերացրեցիր։ Հիմա տարբերում ես, չէ՞, սեղան պատկերը, ասենք, մյուս հաջորդ պատկերը ո՞րն է ձեզ մոտ, Վիկտորիա ջան։ Շեղանկյունը, ապրես։ Այս շեղանկյունը սեղանից ինչպես ես տարբերում։ Նայում ես պատկերներին եւ ակնհայտ տեսնում ես, որ ահա բոլոր կողմերը շեղանկյան հավասար են, իսկ սեղանի հավասար չեն։ Իսկ ինչ են նրա կողմերը երկու իրար։ Ապրես, զուգահեռ են, իսկ մյուս երկուսը ոչ։ Մաղջիկը բան չկա ասելու, այնքան որ պետք է ուշադիր լինես։ Շարունակենք։ Քառակուսին գային ուղղանկյունն է, որի բոլոր կողմերը հավասար են։ Քառակուսու անկյունագծերը հատվում են եւ հատման կետով կիսվում են։ Քառակուսու անկյունները հավասար են 90 ացել փոխվում է հայացքը B-դին։ Թալեսի մաթեմատիկոս էր, վեցորդարի մաթեմատիկոս էր, նաև աստղագետ էր, նա հայտնի է օրինակ բուլի բացությունը չափելով կամ հենց իր անունով կոչված Թալեսի թեորեմով, նա Թալեսը նկատեց, որ եթե մի գիծը զուգահեռ է եռանկյան հիմքին, ապա այն կարող է հավասար հարաբերել մյուս երկու գծերին։ Թալեսի թեորեմը ասում է, եթե երկու ուղիներից մեկի վրա հավասար տեղադրված են հատվածներ եւ դրանց դարակետերով իջեցված են մյուս ուղի վրա, ապա մյուս ուղի վրա են առաջանում հավասար հատվածներ։ Զուգահեռները պետք է շեշտել անել։ Համարեցին քառակուսի, մենք վրացումներ անելու, շատ լավ։ Ապրեք, կպցրեք նաև ձեր տեսասած գիտացի։ Քառակուսու բոլոր անկյունները հավասար են 90 աստիճան եւ բոլոր կողմերը իրար հավասար են։ Այն ուղղանկյունը, որը Այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են, կոչվում է քառակուսի։ Քառակուսու Սիրելի սովորողներ, քանի որ դասի սկզբում մեր առջև նպատակ դրեցինք, որ պետք է դասի ավարտին դուք արդեն ունենաք որոշակի գիտելիքներ, քառանկյունը պատկերները իրարից տարբերելու, նրանց հատկությունները կիրառելու եւ խնդիրներ լուծելու, այժմ եկել է մի փոքրիկ անդրադարձ անելու ժամանակը, որ տեսնենք իրականում նյութը ձեզ մոտ յուրացվել է թե ոչ։ Այժմ բոլորիս հայացքը դեպի գրատախտակ, դեպի զուգահեռագծեր մենք սովորեցինք։ Դրանք էին զուգահեռագիծը, ուղղանկյունը, շեղանկյունը եւ քառակուսին։ Իսկ ոչ զուգահեռագծների մեջ մենք դիտարկեցինք սեղան պատկերը։ Մենք խոսեցինք նրանց ինչերի հատկությունների մասին, տվեցինք նրանց սահմանումներն ու ձևակերպումները։ Քառագիծ, ճիշտ է։ Մենք քանի որ զուգահեռագիծ, քառանկյուն եւ շեղանկյուն, քառակուսի պատկերների մասին որոշակի լավ ինֆորմացիան արդեն ստացել ենք, ես կցանկանամ ձեզանից յուրաքանչյուրը իր սեղանի վրա դրված են թերթիկներ ըստ գույների, եթե հասկացել ենք ամբողջական նյութը, բարձրացնում ենք կանաչ թերթիկը, եթե կան որոշակի թերացումներ դեղինը, իսկ եթե եղել է որ ունենք լավ թերացումներ, թող բարձրացնեն սպիտակ թերթիկները։ Ես ակնկալում եմ 1-2 րոպե մենք տեսնենք մեր իրավիճակը ինչպիսին է, լավ դասարանում։
Դեռ չենք կողմնորոշվել։ Լավ։ Շատ լավ։ Դու մենք լավ, շատ բարի։ Սա ինձ կօգնի նաև որպեսզի մենք հասկանանք ինչի վրա ենք այժմ մեծ ուշադրություն դարձնել։ Բացում ենք դասագրքի 12-րդ էջում նշված QR կոդը, որտեղ պատկերված է զուգահեռագիծը իր հայտանիշներով։ Մի հատ խնդրում եմ բացեք, բոլորդ 1-2 րոպե ժամանակ մեզ։ Քառանկյունը, որի կողմերը պետք է տեղաշարժվի, որպեսզի ստացվի զուգահեռագիծ։ Յուրաքանչյուրս վերցնում ենք ելքի քարտերը եւ այնտեղ նշված են հարցեր երեխաներ։ Մենք այստեղ ինչ սովորեցի այսօրվա դասից, որ հատկությունը կամ հայտանիշներ ավելի բարդ ինձ համար եւ ինչպես եմ գնահատում իմ աշխատանքը դասապրոցեսի ընթացքում 1-ից 10 միավորանոց համակարգելու այս թերթիկները, որպեսզի ես կարողանամ հասկանալ, թե հաջորդ դասին ինչ հիմնական հարցերի վրա պետք է մենք ավելի շատ ուշադրություն դարձնենք։ Լավ, ես պետք է ասեմ, որ երեխաներ, շնորհակալ եմ ձեր այսօրվա դասից, այն ամենի ինչը, որ նշանակված էր, որ պետք է մեր դասը լիներ հաջողված ձեզ կողմից իրականացվեց, կար եւ համագործակցությունը, եւ կար նաեւ միմյանց լսելու եւ փոխադարձ հարգելու այդ կարողությունները, հմտությունները դուք լրիվ ապահովել եք, շնորհակալ եմ, ինչի պատճառով եւ ինչի շնորհիվ նաեւ մեր դասը դարձավ ավելի հետաքրքիր, եւ տնային աշխատանքները այժմ նշում ենք մեզ մոտ H19-ից, տնային առաջադրանքները մեր դասագրքի H19-ը նշում ենք մեզ մոտ 40, 42, 44 եւ 48 խնդիրներն են, բայց պետք է ձեզ խնդրեմ, որ բացի տնային առաջադրանքը կատարելուց հաջորդ դասին դուք ներկայացնեք որևէ քառանկյուն պատկեր։ Դա կլինի քառակուսի, շեղանկյունը, զուգահեռագիծ, թե ուղղանկյուն, ըստ ձեր նախասիրության։ Ահա, ես շնորհակալ եմ ձեզանից, եթե կան որոշակի հարցեր մոտեցեք ինձ, այժմ ավարտեցինք դասը, դուք ազատ եք եւ չմոռանաք անպայման քառանկյունները բերել։ Ըստ ցանկության, ըստ նախասիրության, վերցնում եք ցանկացած փայտիկներ, մատիտներ, ինչ որ ձեռքի տակ ունենք եւ դրանով ամրացնելով իրար պատրաստում եք թե քառակուսի, թե շեղանկյուն, թե ուղղանկյուն, ինչպեսին որ դուք այդ պահին կկարողանաք այդ պահը կազմակերպել, լավ, ըստ դասին։ Դե շնորհակալ եմ, ամեն ինչ շատ լավ էր, կարծում եմ ամեն բան հասկացել եք։ Ցտեսություն։